Ասացիք, որ տեսանյութերը մասնակետ նայել, բայց բոլոր տեսանյութերը, որ կան այդ օրվանից ու քիչ չեն շատ են, 1-2-ից ավել են ու ոչ միտեղ մենք չեն կարողանում լսել բարձրախոսի հնչեցված օրինական պահանջը, այսինքն հաղմուկ, բան, ամեն ինչ լսվում է, բայց կոնկրետ այդ օրինական պահանջը չի լսվում։ Բարձրախոս, այսինքն սիրենաները, ամեն ինչ լսվում է, եթե ձեզ կարիք կա ավելի թարմացնելու, հիշեցնելու, կարող եք տեսանյութը միասին նորից ու այդ այստեղ կօգնեք մեզ հասկանալ ինչու բանը չի լսվում, օրինական պահանջը չի լսվում, որտեղ մնացած ամեն ինչ լսվում է, կարելի ասել շատ բան, բարձրախոսի ձայնը, որը բարձրախոս է, այսինքն բարձրանշում շատ, ոչ միտեղ չի լսվում։ Կարող ասեմ, քիչ եք լսել, բայց ամենամեծս եղել է։ Չէ, քիչ ենք լսել, չի, հիմա եթե միացնենք, դուք էլ չեք լսել, խոսքը տեսանյութի մասին է։ Չէ, տեսանյութը չես նայում, ես ասում եք հնչեցվել, ասում եմ, ինչ կարեք։ Չէ, ես հիմա ուրիշ բան եմ ասում։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, որ չեք լսել, չի եղել եւ այլն, չգիտեմ, թե այդ ձևը ստացվել, բայց ամենայնպես եղել է։ Իսկ ոնց, իսկն եթե եղել է, գիրոր տեսանյութում էլ լսվել։ Դրամբանությունը սա չի նշում։ Չի լսվում։ Բայց չի լսվում։ Ոնց ասեմ, չգիտեմ, չի լսվում։ Ամենայնպես եղել է։ Չի լսվում շատ։ Լավ, մի հատ ուրիշ հարց, մենք դուք նախ կմանրամասնեք նորից, որ բարեկային եք աշխատում, Առաջվա տարիներ։ Մենք երբ ենք առաջվել, ուրիշ առաջացել ենք, ցույցերով կամ Ցույցերը միշտ եղել է, բայց կոնկրետ անմիջական ոչ մի չի եղել։ Բայց ինչքան ցույցեր մենք եղել ենք, դուք եք եղել եք։ Դուք որևէ անգամ այդ քանի անգամները ցույցերին երբ որ եղել եք։ Տեսել եք, ես ինչ որ մեկին հալված եմ, խփեմ, հայվեր եմ, նման բանից նկատել եք։ Չեմ նկատել։ Դու հետո մենք չեք նկատել, որ ես ինչ որ մեկին խփեմ, հալված եմ, հայվեր եմ։ Բայդրության չէ։ Իսկ ինչ որ ուրիշ բայդրության։ Չէ, նկատում եմ, որ մոտիկացել ենք այդ բանին, այդ ամեն ինչ որ եղել է, չէ։ Իսկ ուրիշ որևէ անգամ, որևէ անգամ չէ, ես չգիտեմ։ Այսինքն եթե մենք առողջություն ենք ունեցել, բան չէ, եթե ուզում հասկանալ։ Իսկ հետո ինչ եք իմացել ձեզ, ինչ որ ինֆորմացիա ասում են դարձել, ծառայեկից ընկերները, ինչ են ասել ես անում չի կապված։ Շատ քիչ ես ընթացքում, որ ձեզի բերման են արել, ես թե չէ, ես մանրամասն բանով չեմ հետաքրքրվում։ Տեսեք, դուք ասիք նաև, ինչպես հասկացանք, շատ ցույցեր եք մասնակից եղել, դրամատուրգներ ինչ-որ դեր են բարձրացրել, անհնազանդության հարցեր են արել, ու նաև ձեր պատասխաններից մեղադրողի հարցերին ես հասկացա, որ առաջին անգամ չի, որ տեսնում եք ցույցի ժամանակ շփոթված ցուցարարները, ողողները ճիշտ է։ Եղել են ցույցեր, որել Իսկ ինքնին դուք որպես ոստիկան, եթե տեսնում եք շղթայված մարդկանց, դա արդեն ինչ-որ քրեորեն պատժողական կամ վարչական ձեռնարկատվության ինքը իրանում շղթայվածն է։ Եթե փողոցը փակա, տեղաշարժը կապարվել է։ Փողոցը փակելուց չեմ խոսում, շղթայված կանից խոսում։ Շղթայված նայած ինչ են Ոչ մի բանի մայր իրենց համար կանոն է, բայց ողոքի ակցիայի գործողությունը կատարվում է, արդեն բնականաբար այդ կանոն այլ մարդկանց տեղաշարժն է։ Չէ, խոսում կոնկրետ շղթայված լինել, ինքն իրանով շղթայված կանոնած ինչ-որ բան արել, Առարկում եմ հարցի դեմ, պատվարժում դատանեթացին պատասխանեց արդեն, ամբողջապես։ Դուք հասկացաք։ Եթե կատարվում է ցույցերի ժամանակ, բնականաբար այդպես մի քիչ դժվար է։ Ինչ երկուսով մոտիկան են մեկին բերման անենք, ինչը իվոկվել, կողնել, մարդին ես ինձ կողնել։ Զուտ էդի տենց արդեն դա արել, այդ ցույցերի ժամանակ Իմ հարցին չեք պատասխանում, հայրերի դուք այս հարցում ինքն իրեն զուտ շղթայված լինել է։ Բնականաբար, իրավախախտում է, թե չի շղթայված լինել։ Ես հասկանում եմ, որ դժվար է բերման ենթարկելը մնացած, խոսքը դրան մասին չի, ինքն ուղղակի շղթայված կանոնած լինել է։ Խոսքը սրան մասին։ Դա եմ ասում, եթե փողոց եք փակել շղթայված, բնականաբար
շղթայված լինելը առանձին ինքն իրենով, ձեր կարծիքով դա ինչ-որ բան արարք է։ Պատմական դատավորները չի դուսի։ Անկոչերենը չի հաղորդում, Եվս մեկ անգամ ստակեսեք հարցը։ մարդիկ շղթայված կազմած։ Ստակեսեք մեկ վարկ է։ Հարցը ավելի մանրակրկիտ, ավելի ստակեսեք։ Ես ձևակերպ եմ, հարգելի հողոցը մոռացեք, մայթը մոռացեք, ինքնի Պարոն Քոչարյանի հարցը հետևյալն է, շղթա կազմելը, անձանց կողմից շղթա կազմելը, իրավախախտում է, թե որ սրանից ավելի պարզ հասկանալի ես չեմ կարծում, որ կարող ձևակերպել։ Ես ձեր ձևակերպումը կարող եմ երթի հետ կապված, ցույցերի հետ կապված ասել։ Ցույցերը դրեք մի կողմ, Հողոցը դրեք դրա հետ կողմ։ ես դրա մասին չեմ Հայ ընկերներով շղթայված կանանց եմ, չեմ ասել։ Մենք յուրաքանչյուր իրավիճակով պայմանավորված, ասում ենք ինքնին շղթա Շատանեսեք պատասխանը։ ինքնին շղթա կազմելը իրավախախտումը թե ոչ շատ պարզ ասում։ Պատվարժան դատավորը ևս մեկ անգամ արդեն երրորդ անգամ առարկում եմ Աքսիդյան, ինչի համար եմ առարկում, որովհետև հարցը բազմաթիվ անգամ հնչեցել, 4 անգամ, անձը ուղիղ պատասխանեց, եթե փողոցի երթևեկելի հատվածը շղթա կազմած փակում են, այո, եթե մայթում են փակում, չի խանգարում, որ ասեց, եթե հայատը կանգնած են ընկերներով շղթայված, որ հիմա էլ ոնց պատասխանի Խոսքը նրա մասին է, որ երթևեկելի հատվածը կարծում նշանակություն չունի, շղթայված են կանգնած, թե առանց շղթայի Քաղաքացիների ինչ-որ Մեկ վարկյան հարցը վերջնական ուղի և ուզում եմ վերջնական ասացա ես, եթե երթևեկելի հատվածը խաղում են ձեր պատկերացմամբ այդ պահին խոչընդոտելով ավտոների երթում մնացած մարդկանց տեղաշարժում։ Նշանակություն ունի շղթայված են դա փակում, թե առանց շղթայված ուղղակի իրար կողմ կանգնած։ Օրենքի տեսանկյունից, իրավախախտման տեսանկյունից, թե այստեղ իրավախախտում էին, որ փողոցը փակել են։ Այնց հետ եմ հարցնում, շղթայված թե չշղթայված տարբերությունը ո՞րն է այս դեպքում։ Շղթայվածին պատասխանեց ինչ-որ։ Ուղղակի դժվար է ավելի շղթայված ժամանակ բերման ենթարկել, բայց իրավախախտման տեսանկյունից նշանակություն չունի շղթայված են կանգնած, թե չշղթայված։ Եթե արդեն Նույն իրավախախտումն է, նույն իրավախախտումն է։ ես չգիտեմ արդեն ձևակերպում ասել շղթայված։ Ես դու ոստիկան եկեք այդ ժամանակ, ես տեսնում եմ իրավախախտում կա, թե չէ ըստ դրա Ասեցի, եթե տվյալ իրավախախտում խանգարում է տեղաշարժը եւ այլս քաղաքացիների ազատ տեղաշարժն արդեն բնականաբար ինքնին կատարել։ Պարոն Լևոն Քոչարյանին զա, այլ անձինք շղթայված կազմած, եղել եմ այդ թե ոչ։ Եղել եմ, բայց չեմ հիշում սենց ասել։ Իսկ եղել եմ, որ շղթայված չեն եղել, ուղղակի ճանաչել։ Պարոն Լևոն Քոչարյանի ասածը դրանում է կանում։ Տարբերություն կա այդ ժամանակ ոչ թե մայթին, այլ ճանապարհին փողոցի մեջտեղը կանգնած լինելու պարագայում շղթայված, թե ոչ շղթայված եւ դա բնորոշել որպես իրավախախտում։ Հասկացություն չկա, եթե փական բերում են։ Շնորհակալություն։ Ձեզ ինչպես ոնց է լավ ես գործով ձեզ կանչեցին Ծառայության ները դրա համար։ Քնչական կանչել, հետո դες վերջես անհամալիրի որպես չեմ ասում որտեղ է կանչել, ասում ով է կանչել։ Ինչի չեմ հիշում։ Կոնկրետ քնչական է կանչել։ Ֆինանսել են անդեր բարձրություն։ Ով է կանչել։ Ասում քնիչը, բայց արտանում չեմ հիշում։ Զանգի միջոցով թե ծանոթել ա որպես։ Վերջես ենքան նամակ է կարող ծանոթման ձև կատել։ Ռագելի վկա։ Հիշեք որ մեքենա է ես դա մինա որպես։ Ես Այո, չէ կոնկրետ չեմ հիշում։ իսկ մոտավոր մեքենա է, ասենք գազը
Մոտավոր գազեր են, ես հիշում, բայց կարող սխալվել եմ։ Իսկ իշեք որ մասում եք իջել, որտեղ եք արդեն մեքենա որտեղ կանգնել ու որտեղ իջել մեքենա։ Իջել ենք, ձեզի դեմ դիմաց ենք։ Տեսեք, մի մաս ընդ մեր մոտ տեսանյութերով երևում է, որ մի մասը օրինակ իջել են Ամիրյանի վրա Հաշտենիքից դեպի հրապարակություն։ Սասից եկել իջել են։ Դուք այդ մասում եք իջել, ուզում եմ հասկանալ։ Որ ես եկել իջել եմ, ձեզ դեմ դիմաց ենք։ Չէ, ես ընտեղել եմ եղել, նստել եմ եղել։ Ձեր եմ ասում, կոնկրետ ձեր հետ կապված դեմ դիմաց ենք։ Չէ, ժամանակն է, ես ուզում հասկանալ, ես ամենտեղ եմ եղել, հետո մենք հայրով եկել ասել ենք ինչ որտեղ, հետո հետ ենք հայրով մի քիչ։ Ասում ես, ես որ ես եկել աններ իջել եմ մեքենա, դու շփար եղել կողմից իջել եմ դեմ դիմաց։ Ոնց որ այդ ժամանակ դուք կաննել եք։ Կաննել իջել եմ։ Կաննել իջել, հետո եք լսել բարձրախոսը։ Բարձրախոսը արդեն հայտարարել։ Մեքենայից դուրս եք եկել, հետո եք, ու դա ժամանակային ճիշտ հասկանում։ Դա այն բանն է, երբ որ մենք արդեն քայլում ենք դեպի ոստիկաններ, դուք մեքենայից իջել եք ու լսում եք բարձրախոսը։ Ճիշտ է։ Սա ինչ եմ ուզում հստակեցնել, որ հետագայում տեսանյութերով մենք հստակ այդ ժամանակը ֆիքսենք, որ դուք այդ ժամանակ լսել եք բարձրախոս ու փորձենք շատ ավելի ուշադրի լսենք տեսանյութերը, միգուցե ինչ-որ բան կա, որ մենք բացենք թողը, դուք շատ լսեք։ Իսկ մեր լավ, երբ որ մենք հայրում ենք դեպի ոստիկանները, դեպի հետ, այսինքն դեպի ձեզ, ինչ-որ բան լսում եք, մենք բաղավեինք, խոսայինք, ինչ-որ խոսք մեզնից լսվում եք, թե չէ ձեզ։ Կոնկրետ ես չեմ լսել, որտեղ գործողություն եք կատարել, ուշադրություն չեմ դարձել։ Այսինքն դուք հենց այդ բանն եք գործում։ Մինչև ձեզ մոտիկանալը արդեն որ փողոցերի մարդիկ կային, ես էլ բերման կա։ Տեսեք, քիչ առաջ դուք ասացիք, որ դուք ես ուզեցի դա հասկանամ, դուք ասացիք, որ դուք գործողություն սկսել եք կատարել այն ժամանակ, երբ որ արդեն մենք եկել կանտել ենք շղթայված ու արդեն այդ պրոցեսը սկսել է։ Ողքի ձեր քաղաքացիները էլի փողոց դուրս եկան։ Իմ ասածը մինչև դա է։ Մոտավորապես Ձեր նախորդ ասածից պետք է որ ստացել, որ դուք այդ բան երբ որ մենք քայլում էինք, դուք փաստորեն ինձ նաև ֆիքսել եք, չէ՞։ Հա, դե շատ տան Դուք գործողության ժամանակ ավելի դժվար է, որ այդ բանի կոնկրետ չէ, որ իջեք մի բան անելը դուք շղթայով եղել եք, այդ բանն եք կապել։ Մի հատ արդեն ձեր նախորդ ասածը մի քիչ չհասկացա, փորձենք հասկանալ։ Դուք գործողություն կոնկրետ երբ եք սկսել անել մեր քայլելու ժամանակ, թե երբ որ արդեն ոստիկանների հետ սկսեց մեզ փորձել վերնալ։ Այդ քան իրար հետ է, այդպես չեմ կարող տարանջատել ոնց ինչ է պատահել։ Ու մեզնից խոսք չեք լսել, որ բանը չվերանալ լսել չեք։ Դա, իսկ ձեր այդ խոսել ենք նաև որ շատ ցույցերի է եղել մասնակիցներ, որպես ոստիկան, հասարակական կարգախոսը բարեք։ Վստահ եմ նաև փորձում եք մարդկանց վերման ընդարկելով։ Այդ լինում է ասում ձեր մոտ, որ ինչ-որ մեկին վերման ընդարկեք ու կողքից լինեն դրա հետ չհամաձայնողներ, որոշակի առումով որթողեն, ինչ եք տանում, ինչ արեք լինում է խանգարում են։ նման բաներ ասում, չէ՞։ Իսկ ինքն իրենով նման բան ասել, որ կողքից քաղաքացին ասում է ինչ եք ես մարդուն վերման տանում կամ եթե փոքր կամ եթե կինա կամ եթե տարեցա, ինքն իրանով կողքից նման բան ասելը ինչ-որ պատժելի առաջոնացկասը մեջ դե չկա պատմական դատավորի դեմ առարկում են հիմնավորումը, որ վերաբերելիություն է քրեական վարույթին, այսինքն եթե հնարավոր է թե վերաձևակերպվի կոնկրետ այս դեպքում այս օրը այս ակցիայի ժամանակ ոչ թե առհասարակ ոչ շատ այս հարկ վերաձևակերպել, եթե ուզում եք վերաձևակերպել, ու ավելի բացահայտեմ ինչեր եք հարց տալիս, դեպ բոլոր իրար հարցում են, թե մենք ինչեր եք հետ քայլում, բայց բոլորը առաջնակում մեզ եք հարցնել, մենք հետ ենք քայլում, քանի որ լացով աղջկա բարձր ձայնը կա, որը բազմիցս մենք տեսանյութերով տեսել ենք, ուժավանք այդ փաստը դա դուք եք տեսել արդյունքատարան, դրան չի տեսել թե չէ, ու մեր հետ գալու իմաստը այն է, թե տեսում ենք, որ լացը շատ բարձր է աղջկա։ Դրա համար ես ուզում հասկանալ, եթե մենք հետ էինք գալիս հասկանալու համար, թե ոստիկանները ինչ երեքով տանում, ինչ աղջկա են տանում, ու այս առումով մեր անհամաձայնությունը բանավոր կերպով ցույց ենք տալիս, արդյոք սա իրենով բանա, ինչ-որ իրավախախտումա թե ոչ։ Այսինքն փորձել եք գնալ ինչ ա եղել, դա
Թե որ նոր ասում եք կողքից ինչ-որ մեկ եթե Պատվական շարժարի հիմա ջուրավեշնը լացած եք խոսում, հակավա լացած ես ինչ եք անում, բայց միջև Ես չուզեցի կոնկրետ օրինակ։ եթե ես մեկի վերմանանը դա խոչընդոտի, դա բնականաբար չի։ Խոչընդոտելու մասին չի։ Լավ, ասեք։ Կներեք պատվական դատանարարվում են հարցի դեմ, տեսեք ինչ հիմնավորմամբ հարցադրում է կատարվում, թե եթե աղջիկ են վերման ենթարկում, մենք գալիս ենք, որ տեսնենք ինչ է եղել, դա իրավախախտում է, թե ոչ։ Այսինքն այստեղ պատվարժան դատարան խոսքը մասնագիտական գիտելիքների վերաբերյալ չի վկային հաստատումների իրականացում, ինչ-որ մի բանը օրինակ իրավախախտում է, թե ոչ, այլ իրեն հայտնի տեղեկությունների հետ կապված փաստական հանգամանքների հետ կապված։ Այսինքն վկան այստեղ չի կարող որակում տալ ինչ-որ մի բան օրինակ իրավախախտում է, զանցանք է կամ հանցանք է, թե որ վկան կարող է պատասխանել եւ հայտնել այն ամեն ինչ ամեն հայտնի է ըստ էության։ Կարող եմ կարծիք հայտնել պատվական դատարանը տվյալ դեպքում, եթե օրինակ այլ վկային վերաբերեր կամ մի վկայի, ով այդ պահին դեպքի ժամանակ այլ կարգավիճակ է ունեցել, ես կմիանայի առարկությունը կհավաձայնվեմ նույնիսկ։ Տվյալ դեպքում վկան հանդես է եկել որպես իրավասու պաշտոնատար անձ, ով հենց այդ պահին նաև առաքներին իրավական գնահատական տալու պարտականություն է ունեցել։ Դրանից բխեցնելով գործողություն անելու պարտականություն է ունեցել։ Այլ կերպ ասած վկան իր պատասխանում խոսում էր, չէ՞, բա օրինական պահանջ են ներկայացրել, բա սպասել են, որ չի կատարվել, դրանից հետո են բերման արել, ինքնին բերման ենթարկելն էլ այդ իրավական որակում պահանջում նոր դրանից հետո դրա կատարում։ Այսինքն ինքը դասական վկա չի եւ դարձնել Անկիրճ հասկանալի է ընդունում այդ մասով վկան ոստիկանության աշխատակից է բնականաբար նաև իրավասու ես հարցին Փոքր ավելի լավ հարցը ձևակերպել Ես կարճ եմ ձևակերպել, հետո դատախազը ավելի կոնկրետացրեցի, թե ինչի եմ ընդհանրապես։ Եթե մոտենում ենք, հասկանանք ինչ-որ դեռներ մենք վրտորմունք արտահայտեն ոստիկանության ինչ-որ գործողությունների հետ կապված։ Դա ինքն իրենով իրավախախտման է ոչ։ Կարծիք հայտնելը չէ, բայց անդարը խոչընդոտել է։ Անդարը խոչընդոտել է։ Իսկ ես դες կոնկրետ խոչընդոտել եմ, որևէ գործողություն կատարել։ Ես կոնկրետ չէ, ձեր մեջ բան չէ։ Ես ուրիշ գործողություն։ Շատ լավ։ Այդքան է։